վտանգը, որ մեր ընտրությունները փորձ կանի Ռուսաստանը հարամել, ժողովրդի լեզվով ասեմ, որ մարդիկ հասկանան, էլի, մեկ բարդ լեզվով են խոսում, սխալ է դա, հարամել, ինչ է նշանակում հարամել, դու ինչա մտածում ես, որ Ռուսաստանում չգիտեն ստեղ տրամադրությունները, չգիտեն, որ Ռուսաստանի նկատմամբ շատ քննադատական են ու պրոռուսական ուժերը քիչ շանսեր ունեն անցնելու, իրենք շատ լավ գիտեն, բայց իրենք մեծ աղմուկ պրոռուսական ուժերի միջոցով, իրանց զելեմեների միջոցով, իրանց պաշտոնյաների հայտարարությունների միջոցով ուզում են, գիտես, այդպես ծանր մթնոլորտ ստեղծեն ընտրությունների հետ կապված։ Մենք դա տեսնում ենք գրեթե ամեն օր, այդ օրինակները բոլորս գիտենք, հայտարարություններ մեր դեմ ուղված, չգիտեմ, պաշտոնյաների, փորձագետների, պատկերացնում ես, մի հատ փորձագետ կա, որը հաճախ գալիս է Հայաստան, Սերգեյ Մարկեդոնովը, որը մի միտք ասեց, որ կարող է լինի սցենար 2008 թվի մարտի 1-ը։ Մարտի 1-ը 2008 թվի։ Այս ինչ միտք է։ Մարտի 1-ը 2008 թվի ծնվեց, քանի որ նախկինները անընդհատ ֆալսիֆիկացնում էին ընտրությունները ու մասշտաբային ֆալսիֆիկացնում էին։ Այս իշխանությունը մենք կարող ենք շատ բաներ ասել, քննադատել, դժգոհ լինել, նաև գովալ դրական քայլերի համար, բայց նաև դժգոհության տեղեր կան, բայց այս իշխանությունը մեծ բան հստակ արեց, այ գործող իշխանությունը։ Մեր ընտրական համակարգում վերացան այս լկտի ձևով ֆալսիֆիկացիաները։ Այդ խախտումները օրենքի ընտրական օրենսգրքի այդ բիրտ ուժ կիրառելը երկու ազգային ժողովի ընտրություններ էին, ոչ մի բոգ, ոչ մի ընդդիմադիր այդ ամենածայրահեղ չուղարկեց կենտրոնական ընտրական հանձնաժողով կամ դատախազություն կամ համապատասխան ինստիտուտներ, նույնը տեղական ինքնակառավարում ու բավական թափանցիկ անցնում են, որտեղից այդ միտքը ծագեց, պնդում եմ, Ռուսաստանը նաև ստեղ կան առանձին ուժեր, որոնք ուզում են այս մթնոլորտը, որ իբր լեգիտիմ չի պրոցեսը, ամեն մի հարց այդպես մեծ աղմուկ են բարձրացնում, տպավորությունն է, որ գլոբալ հարց է լուծվում, այո, այդ դա կոչվում է հիբրիդային պատերազմ։